Ողջույն բարեկամներ, կրկին ձեզ հետ անգլերեն զրույցի դասապատրաստում դասընթացն է եւ այսօր հաճախ տրվող հարցեր բաժնում խոսելու ենք անգլերենում հաճախ հանդիպող սխալների մասին։ Մինչ այդ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել մեր էջը, գրել ձեր մեկնաբանությունները։ Հիմա սկսենք, ինչ սխալների մասին է խոսքը։ Հիմա նայում ենք ձախ կողմում ընդգծված արտահայտությունները եւ նրանց մոտ ճիշտ տարբերակը։ Հաճախ ասում ենք thanks God, վերջում s սխալ է, չենք ասում thanks God, որպեսզի ասենք փառք Աստծո, ասում ենք thank God, առանց s վերջավորության, thank God։ Հաջորդ արտահայտությունը people is, թե people are։ Ինչու է սխալ people is արտահայտությունը։ Անցնենք հայերենի վրա բացատրեմ, այնուհետև անգլերենը։ Մարդիկ գոյականը, մարդիկ, մարդ, եզակի թիվ, մարդիկ, հոգնակի թիվ։ Այս նույն people, մարդիկ, ժողովուրդ, հոգնակի թվով է, իսկ հոգնակի թվի գոյականի հետ գործածվում է հոգնակի թվի օժանդակ բայ, այսինքն is-ը եզակի է, չենք ասում մարդիկ գալիս է, այլ ասում են մարդիկ գալիս են։ Մարդիկ ոչ թե խոսում է, այլ մարդիկ խոսում են։ Ուրեմն ոչ թե people is, պետք է հիշենք, որ people գոյականի հետ, հոգնակի իմաստ ունեցող գոյականի հետ օգտագործում ենք are օժանդակ բայը։ Ուրեմն people are, ինչ որ մի բայ կդնենք, ասենք people are coming, մարդիկ գալիս են, մարդիկ գալիս են, ուրեմն են օժանդակ բայը եւ անգլերենում are։ I am agree, թե I agree, համաձայն եմ։ Ինչու չի կարելի ասել I am, այսինքն am օժանդակ բայ, այստեղ կարճ ձևն է I am ասել, պետք է ասել I, որովհետև agree ինքը բայ է, լիմաստ բայ է, բայի հետ to be օժանդակ բայը չենք օգտագործում simple present ժամանակաձևում, իսկ այստեղ օգտագործված է օժանդակ բայ am-ը։ Հիմա բացատրենք, թե ինչու բայերի հետ չի գործածում to be օժանդակ բայը եւ ինչու այս դեպքում սխալ գործածությամբ տրված է։ Ուրեմն to be օժանդակ բայը կգործածենք գոյականի, ածականի, թվականի, դերանունի հետ, որոնք միանալով to be օժանդակ բայի հետ ստանում են բայական իմաստ եւ օգտագործում են որպես ստորոգյալ։ Այս դեպքում, քանի որ մենք ունենք agree բայը, լիմաստ բայը, ինքը բայ է, ուրեմն to be օժանդակ բայը, այսինքն խոնարհված ձևով առաջին դեպքի am-ը չեն գործածի, կասենք I agree, համաձայն եմ, ուրեմն I am agree սխալ է, I agree ճիշտ է, to be օժանդակ բայ չենք խոնարհում, որն է to be օժանդակ բայը, am, is, are օժանդակ բայերն են, ուրեմն it's depend, it's, այսինքն it is depend, ինչու է սխալ it's, այսինքն it is, պետք է ասենք it depends, depend-ը բայ է, երրորդ դեմք եզակի թվում ստանում է s վերջավորությունը, իսկ ինչու ասում ենք երրորդ դեմք, որովհետև it-ը երրորդ դեմքի եզակի թվի դերանունն է, it, ուրեմն depend-ից հետո կգրվի s վերջավորությունը, it depends, կախված է դա, ինչ որ մի բանից կախված է, ոչ թե օդից է կախված, այլ ինչ որ մի բանից կախված է։ Հիմա please reply back, սովորաբար հայերենի հետ համեմատելով ասում են ինձ հետ գրի, ինձ հետ պատասխանիր, այս արտահայտությունը back-ը սխալ է, պետք է ասել please reply, ուրեմն ճիշտ տարբերակը please reply, back-ը պետք չէ, ետ զանգելը պետք չէ, reply-ը ինքը հենց այդ իմաստուն ետ զանգելու, պատասխանելու տարբերակն է, please reply։ Հաջորդը I'm waiting you, կրկին հայկական տարբերակն է անգլերեն բառերով, ոչ թե I'm waiting, այլ I'm waiting for you, for-ը անպայման պետք է գրվի, I'm waiting for you, ես սպասում եմ քեզ, ուրեմն I'm waiting for, այստեղ for-ը չկա, պետք է լինի I am waiting for you։ Հաջորդը I know him good, ինչու է սխալ այս արտահայտությունը, ոչ թե I know him good, այլ I know him well, երկու դեպքում էլ եւ good-ը եւ well-ը նույն իմաստը ունեն, love, իսկ ինչու է սխալ, որովհետև բայերից հետո
Love ասում ենք well, եթե by ունենք, by-ից հետո գրում է well, իսկ մնացած խոսքի մասերի հետ գոյականացական օգտագործում է good, օրինակ նա լավ աղջիկ է, քանի որ love աղջկան է մեկնաբանում, լրացնում է աղջկան, լավ աղջիկ է, ուրեմն լավ աղջկա հետ կգործածենք good girl, իսկ քանի որ no ինքը by է, by-ի հետ good գործածել չենք կարող, by-ի հետ պետք է գործածենք well, ես նրան լավ եմ ճանաչում, I lost the bus, lost նշանակում է կորցնել, պետք է ասել ոչ թե I lost կորցրեցի ավտոբուսը, I missed my bus, ես բաց եմ թողել իմ ավտոբուսը, ուրեմն ոչ թե lost, I missed my bus, հաջորդը, his success, արտահայտությունը սխալ է, ինչն է սխալ, success նշանակում է հաջողություն, հաջողակ, հաջող, որպեսզի ասենք նա հաջողակ է, պետք է ասենք he is successful, նա հաջողակ է, ոչ թե նա հաջողություն, այլ նա հաջողակ է, he is successful. I want a dog, և I don't have a dog, որն է ճիշտ, երկրորդ տարբերակը ավելի ճիշտ է, ասում եմ ավելի, չեմ ասում ճիշտ է, ասում ավելի ճիշտ է, ինչու, I haven't a dog, սա բրիտանական այն անգլերենը, որ մենք սովորում ենք դպրոցում, սա բրիտանական անգլերենի հին ձևն է, I haven't a dog, ներկայումս և բրիտանական անգլերենում և ամերիկյան անգլերենում գործածում է I don't have a dog, I don't have, չնայած երկուսն էլ նույն իմաստը ունեն, կոպիտ սխալ համարել չի կարելի, բայց ճիշտ տարբերակը, ավելի ճիշտ այդպես ասենք, ավելի ճիշտ տարբերակը I don't have a dog, don't օժանդակ բայի հետ միասին, և հաջորդը, everyone are coming, ընդհանրապես everyone նշանակում է բոլորը, բայց առանձին անհատների ձև, այսինքն յուրաքանչյուրը, եթե յուրաքանչյուրի իմաստով է, ուրեմն հայերենից էլ գիտենք, որ յուրաքանչյուրը պետք է ասենք յուրաքանչյուրը գալիս է, ոչ թե յուրաքանչյուրը գալիս են, everyone-ի հետ օժանդակ by չենք կարող գործածել, ինչ ենք օգտագործելու, օգտագործել ենք եզակի թվի is օժանդակ by-ը, everyone is coming, բոլորը գալիս են, մենք թարգմանում ենք բոլորը հոգնակյով գալիս են, հայերենում գալիս են, բայց իմաստը նա է, որ անգլերենում այստեղ everyone-ը եզակի թվի դերանուն է, everyone is coming, ուրեմն եզակի թվի դերանվան հետ գործածում ենք is օժանդակ by-ը, և վերջինը, the police is coming, ոստիկանությունը գալիս է, նայում ենք արտաքին տեսքին գոյականի ոստիկանություն, այս վերջավորություն չունի, արտաքուց թվում է, թե սա եզակի թվի գոյական է, բայց ինքը հոգնակի թվի գոյական է, հավաքական գոյական է, իր մեջ հավաքականություն է նշանակում, արտահայտում և նրա հետ եզակի թվի օժանդակ by is չեն կարող գործածել, քանի որ ոստիկանություն, այսինքն արտաքին տեսքով գոյականը նման է եզակիին, բայց ինքը հոգնակի է, այդ պատճառով է police-ից հետո, ոստիկանությունից հետո կօգտագործենք are օժանդակ by-ը, the police are coming, ոստիկանությունը գալիս է, այսօրվա համար այսքանը բարեկամներ, եթե ինչ-որ բան անհասկանալի մնաց գրեք կբացատրեմ, բայց պետք է սովորել գոյականները, գոյականների թիվը, եզակի, հոգնակի, հավաքական գոյականներ, որպեսզի ավելի լավ կարողանաք տարբերել այս բացատրածը, այսքանը, goodbye.